Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հակոբ Մովսես։ Ո՞նց եք։ Ես Արման Թաթոյանն եմ։ Բարև ձեզ։ Արման։ Ձեր անունը։ Իմ անունը Ծանոթան։ Ձերը։ Գագիկ։ Ուրախ եմ, շատ հաճելի է։ Բարև ձեզ։ Հիմա գամ հեսա։ Բարև ձեզ։ Ձեր անունը ի՞նչ է։ Աշխեն։ Ձեր անունը։ Արմին է։ Շատ ուրախ եք, շատ հաճելի է։ Հանգստանում եք։ Նմանապես այանում ենք, մեզ էլ հաճելի։ Ես Արման Թաթոյանն եմ, այդ նկարի Ծանոթ ենք, ճանաչում ենք, ճանաչում։ Նայեք, մենք մեր քաղաքացիների հետ նաև անհատական հանդիպումներ ենք ունենում, որպեսզի ներկայացնենք ծրագրերը եւ այն ինչ որ այստեղ ամրագրված է, մենք եւ ժամանակին ես ինքս նաև բազմաթիվ հարցեր, խնդիրներ որ տեսել եմ, հիմա ավելի ամփոփված տեսքով սեղմված այստեղ է, դրանք լուծելու ուղիներով, եւ նաև մեր պրոֆեսիոնալ թիմի նաև մշակած ծրագրերն են, որոնք ուղիղ մեր ժողովրդի խնդիրների, մեր ժողովրդին հուզող անհանգստացնող խնդիրների վրա են հիմնված եւ ամենակարևորը արդարության համար են ու այստեղ թե սոցիալական վիճակի համար մեր քաղաքացիների մանկավարժների համար նախատեսված կրթության, տնտեսության տարբեր բնագավառների շնորհակալություն կծանոթանանք եւ ծանոթանանք խնդրում ենք նաև որ հետևեք մեր գործունեությանն էլ, որպեսզի նաև որոշում կայացնեք վստահելու, քվեարկելու հետ կապված։ Եղավ, հաջողություն են, հաջողություն։ Այսպես է։ Հաջողություններ ներսի։ Լավ եք, շատ շնորհակալություն։ Ոսեն գործերը շատ միշտ հետևում ենք ձեր հանրային գործունեությանը, ձեր հարցազրույցներին, շատ շնորհակալություն։ Մեկ էլ ձեզ։ Հա։ Ոնց է, կարելի է նստել ձեր։ Հա, իհարկե, ո՞նց է։ Իհարկե կարելի։ Ունեք մեզ հարցեր կամ խորհուրդներ։ Չէ, դա խորհուրդներ նոր ընկերների հետ խոսում ենք, որ այս ամբողջ process-ը, գործընթացը անփորձանք անցնի։ Այդքան բան։ Մեր ժողովուրդը խոհեմ ժողովուրդ է։ Եթե իրան թողես ազատ ընտրություն անի, կընտրի նրան, որ ինքը ուզում է, մանումա փորձանքներ չլինեն։ Այո, եւ ամենակարևորը այս ընտրությունները, ինչպես դուք եք միշտ ասում ձեր հանրային խոսքով պատմական ճակատագրական ընտրություններ են մեր ժողովրդի պետության համար ազգային ինքնության պահպանման տեսանկյունից ու ամենակարևորը Հայաստանի շահերը արժևորելու տեսանկյունից։ Միանշանակ։ Ոչ մի օտար պետություն։ Աներկբա հավատում ենք դրան։ Ամեն մեկը ունի իր շահերը, մեզ թե ապավինեցինք ինչ-որ մեկին կոնկրետ, ոնց լինի մեզ զոհաբերելու է։ Ճիշտ է, շահերի համար։ Նորից ճիշտ եք։ Եղավ ձեզ Հաջողություններ ձեզ։ շատ շնորհակալություն։ Հաջողություն, հաջողություն։ հաջողություն։ Ներողություն Հակոբ Մովսես, դուք արդեն որոշել եք ում եք քվեարկելու, ում եք ընտրելու, ունեք այդ որոշումը դուսանեք։ Գուցե, բայց բարձրաձայնել չեմ կարող, ընտրության օրը կանեմ իմ ընտրությունը։ Ձեզ քանի որ ազգային ժողով նախագիծ էին բերել եւ համարում էին ձեզ անտի-դաշնակցական, այսինքն պրո-ՔՊԱ-ական, արդյոք ներգրաված լինելու եք հենց ՔՊ-ի քարոզարշավին։ Բնականաբար չէ, իսկ ինչ վերաբերվում է հակադաշնակցական լինելուն, ես կարծում եմ, որ Հայաստանում եթե մի քանի դաշնակցական կա, մեկը ես եմ։ Բայց սկսեցիք հետո հարված էլ դաշնակցության։ Դե ես այնպեսի բան ասացի, որ դուք հասկանայիք, թե ինչ ասացի։ Սրտի ցավով։ Իսկ ՔՊ-ի քարոզարշավի ներգրավելու մասով դուք փորձելու եք չեզոքություն։ Ես իրավունք չունեմ քարոզարշավի մասնակցելու։ Հարգելի լրագրող։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Այո։ Չէ, խաղը խանջում է բարձր մակարդակի հարցեր էլի։ Իսկ ես ժողովուրդը դրան չի էլ հասնում, մտքով չի հասնում։ Ինչ որ ասեք դե։ Դե տեսեք, որովհետև նայեք, այսպեսի մի բան էլ կա, մենք ինչքան շփվում ենք մեր ժողովրդի քաղաքացիների հետ, այսօր մեր քաղաքացիների բավականին մեծ մաս կա, որոնք հիասթափված են, հուսահատված են։ Դա նաև նրա պատճառով է, որ այսքան տարիներ, 35 տարի մարդկանց խոստումներ են տրվել, չեն արվել, ինչ որ պաշտոնյաներ են եկել, խոստումներ են տվել տեղերում մանավանդ
հարստացել են, իրենց բիզնեսներն են դզել, չգիտեմ, կարգավորել գործերը, հետո նորից եկել ընտրություններին, այդ դրա համար ժողովուրդը շատ է հիասթափվել։ Մանավանդ հիմա այս իշխանությունը 2018-ից դեռ քիչեր էր խոստանում։ Ու այսօր նայեք մեր ժողովրդի վիճակը։ 2050 թվին ասում էին 5 միլիոն բնակչություն պետք է ունենա։ 2050 թվին մեր ժողովրդագրական վիճակագրությամբ նաև կանխատեսումներով 24.4%-ը միայն տարեցներ են լինելու, այսինքն տեսեք աշխատող մարդկանց քանակը որքան է նվազելու 24-ից ավել տոկոս, հիմա էլ երիտասարդները դուրս են մնացած ընդհանրապես պրոցեսներից, գործազրկություն, ամեն ինչ միասին։ Եթե այս բոլոր թվերը հանում ենք երեխաներ եւ այլն աշխատող մասսայի վրա, հատվածի վրա, տեսեք ինչքան ծանրություն անգնելու 2050-ից օրինակ կամ միջև այդ թիվը։ Ծերացող հասարակություն են դարձնում շատ արագ։ Եթե կարդացել եք Կոնֆուցիուս, կարդացել եք։ Կոնֆուցիուսին հարց են տալիս ղեկավարները, Աստվածը, ինչա պետք ղեկավարին։ Ասա պետք է զենքը վերացնի։ Ասաբավեց գրավեն, ասա առանց դրա էլ գրավեն պետք լինի։ Ասա երկրորդը ասա ծորենը, առանց ծորեն էլ բերինձովանով յոլա գնա։ Ասա երրորդը, ասա հույսը։ Եթե կորավ դա վերջնում, մեր մոտ դա է։ Այո, չպետք է թողենք դրա համար, որ ես էլ չեմ ուզում։ Իմ հասակս թույլ չի տալի, բայց ցավալի է։ Մեր ժողովրդին պետք է մենք էլ այդ ուղերձով ենք, որ հանկարծ հույսները չգցեն մեր ժողովուրդը չկորցնի, որովհետև իրոք եւ հարց լուծելու ձևերն էլ կան, հարց լուծող մարդիկ էլ կան, որ պետք է անպայման այս խնդիրները լուծվելու են, կարգավորվելու են, ու ամեն ինչ ուղղել, փոխել հնարավոր է։ Այսօր առնեն այս մեկին հանեն, այս մեկին դնեն, բան չունեմ ասելու, բայց կոնտինգենտը ով է։ Դուք լավ տղա եք, բայց դուք այդ կոնտինգենտը ունեք, չունեք։ Երբեք լավ տղա եք, բայց կոնտինգենտը չեք հավաքել։ Կոնտինգենտում նկատի ունեք, թիմը։ Քանակություն։ Թիմի աշխատելու, իհարկե ունենք։ Հա, էլեկտորատը, ընտրողները նկատի ունենք։ Դե տեսեք, մենք հիմա մենք արդեն մեր սոցիոլոգիական հետազոտություններով էլ մենք վաղուց հաղթահարել ենք շեմը։ Հիմա ուղղակի մեր քաղաքացիների քվեն անկախ դրանից շատ կարևոր է, որ մենք որքան հնարավոր է շատ ստանանք վստահությունը, որտեղ մենք համոզված ենք այն ծրագրերը, որ կա մենք ունենք, հենց դրանք լավագույնս են նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ խնդիրների լուծմանը։ Իհարկե համախմբված մենք այսօր բաժան եղած ենք, միասնաբար լինենք։ Հետո անձանց խնդիր չի, որ դուք ասում եք մի անձը մի անձով փոխարինել, անձի չի։ Հայաստանի զարգացմանը ինչ եք տեսնում դուք զարգացմանը մեջ։ Զարգացում ասելով մի քանի ուղղություն կա։ Դուք տնտեսական զարգացումների նկատի ունեք։ Ընդհանուր զարգացումը Հայաստանը զարգացնել, ինչի նկատի ունեք։ Մի քանի ուղղություն կա, առաջի հերթին ամենակարևորը դա ուժեղանալն է եւ լինել աշխարհակահաղական առումով անկախ։ Ուժեղանալ ինչով։ Տեսեք, բանակով, ամենաառաջինական դաշինքներով։ Բանակով խաչ դրեք, մեր բանակը, մեր ուժը։ Չէ, բայց պետք է ուժեղացնենք։ Ներեցեք, ձեր ազգանունին չէ, ինչպես Խաչիկյան, պարոն Խաչիկյան, նայեք, մեր բանակը ամենաառաջին հարցը, որ մենք պետք է լուծենք, այդ մեր բանակը բարեփոխելն է ու հզորացնելն է, որտեղ մեր բանակը մեր անվտանգության ողնաշարն է կազմում, համաձայն եք։ Մենք միանշանակ ունենք այդ հնարավորությունը, մենք միշտ ունեցել ենք այս քանի տարիների հզոր զինվորներ, զինվորականներ, գեներալներ եւ այլն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, այո, գեներալներ եղել են, որոնք հիասթափեցրել են, զբաղվել են անօրինական կաշառակերությամբ եւ այլն, բայց մենք չպետք է թողենք, որ հանգարց քաղաքական ղեկավարություն գա, որ ստվերի այդ ամեն ինչը, ու մեր բանակը օգտագործի դա, մեր բանակը ամբողջությամբ կազմակերպելու համար, հակառակը, ոնց որ այսօրվա իշխանությունն է անում եւ անում է, եւ մենք հակառակը պետք է ով որ այո պարտավորությունները չի կատարում, չգիտեմ, կաշառակերությամբ զբաղվում, հանցագործություններով, պետք է այդ մարդկանց հեռացնել անպայման, եթե անկախ դատական համակարգ լինի, որ դատապարտվեն բոլորը, պատիժը կրեն օրենքով, բայց այն ազնիվ զինվորականները որ կան, իսկ դրանք շատ են, հայրենասեր, դրանց հենքով պետք է մենք միանշանակ դա հնարավոր է ունենանք հզոր բանակ, ու ես վստահ եմ մենք ունենալու ենք։ Սա անվտանգությունը ամենակարևորն է։ Վերություն, որը կսպասարկի թե բանակի կարիքները, թե նաև տնտեսական առանձին ճյուղ կդառնա։ Շրջանակում ենք ապրում, որ այդ պետությունները այնպես հզոր են, մեր ուժը կաթիլ է չի աշխատում։ Մենք ուզում ենք գանք, ճանճի ուժ առնելու էլի։ Մի օր չէ 3 օր հետո։ Մենք չենք ուզում, որ դուք օրինակ հուսալքվեք։ Օրինակ ես զգում եմ, որ դուք հուսալքվել եք եւ մեր ուժի վրա մեծ կասկած ունեք։
ամենայն հարգանքով ձեր անցած ճանապարհը, տարիքը դուք ինձանից իհարկե մեծ եք, բայց ես շատ ավելի լավատես եմ ու ընդհանրապես լավատեսությամբ գնում եմ դեպի իրատեսություն։ Ուզում եմ դրանով վարակեմ ձեզ։ Եվ դրա համար եմ հիմա եկել, ցենց մեր թիմով, պարոն Թաթոյանի հետ միասին կանգնած զրուցում ենք ու ասում ենք, որ մեր ուժը մեր ձեռքերում է։ Եվ ես ուզում եմ, որ դուք բորբոքվեք դրանով։ Որովհետև կա անկախ տարիքից, անկախ անցած ճանապարհից կա միշտ փոփոխելու, փոփոխություն բերելու, այդ փոփոխությանը հավատալու միշտ այդ պահանջը կա։ Ես զգում եմ ու գիտեմ, որ այդ պահանջը դուք էլ ունեք, բայց պետք է բորբոքեք դա։ Հայերեն ասած Աստված ձեզ հետ։ Աստված մեզ հետ, ձեզ հետ, մեզ հետ, բոլորիս հետ։ Առողջ եղեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։